Փառք Հիսուսին, սիրելիս, ուրախ եմ քեզ տեսնելու եւ միշտ եմ ուրախ քեզ տեսնելու ու հավատում եմ, որ ավելի շատ կուրախանամ, ավելի շատ մարդ տեսնելու, որտեվ գիտեք ինչի համար ենք ուրախանում, ոչ թե եկեղեցին շատ լինի, քիչ լինի, ուրախանում եմ ամեն մի հոգու փրկության համար։ Ուրախանում եմ, որ Քրիստոսը մարդուն գտնում է եւ փրկություն է տալիս։ Դա մեր ուրախություն, որտեվ երկինքն է ուրախանում։ Երկինքը ուրախանում է, մենք էլ ենք ուրախանում։ Լավ, sense միտք եկավ ինձ։ Այս վերջերս այնքան շատ է sense խոսակցությունները, ինչ է եկեղեցին, որ եկեղեցին է ճիշտ, որն է սխալ։ Կարճ ասեմ, որ եկեղեցին է ճիշտ։ Հիսուս Քրիստոսի գործը շարունակող եկեղեցին դա ճիշտ եկեղեցի է։ Եկեղեցին ինչ է? Ինչ ինստիտուտ է։ Եկեղեցին Հիսուսը հիմնեց իր եկեղեցին ինչի համար, որ ինչ աներ եկեղեցին։ Իր գործը շարունակի։ Ուրիշ ոչ մի բան։ Ինքը եկեղեցին չդրեց այս աշխարհում, որպեսզի թազա բաներ հորինեն, թազա ձևեր, թազա ծեսեր, թազա, չգիտեմ, ֆինտ ու ֆլուշկեք հորինեն, կներեք, բայց տնավարի այսօր մի քիչ լինեմ։ Եկեղեցին Հիսուսը դրեց, որպեսզի իր գործը շարունակի։ Եվ եթե եկեղեցին շարունակում է Հիսուսի գործը, դա իմացի ճիշտ եկեղեցում ես դու։ Եթե եկեղեցին ընկելա ձևերի հետևից, ծեսերի, ձևերի, չգիտեմ ինչերի հետևից, բայց Հիսուսի գործը չի շարունակում, փախի տեղից։ Այսօր ցավոք սրտի նայում եմ այն ուժեղ եկեղեցիները, որ կային, լյութերանական եկեղեցին, որ 15-րդ դարում հելավ այդ մարդը Աստծո զորությունով հիմնեց այդ ավետարանչական եկեղեցին։ Այսօր այդ եկեղեցին այնքան ցածր բաներ է անում, բայց Աստծո գործը չի շարունակում։ Այսօր այդ եկեղեցին կարա հանգիստ օրհնի մեղքը, որը որ Աստված անիծում է։ Դրա համար եկեք ունենանք այն միտքը, այն ճշմարտությունը, ինչի համար Աստված մեզ դրել, իր գործը շարունակել։ Իսկ Հիսուսը ինչ էր անում։ Ասում էր ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է Աստծո արքայությունը։ Ապաշխարեցեք եւ ընդունեք Հիսուսին։ Ապաշխարեցեք ընդունելով Հիսուսին եւ մկրտվեք, որպեսզի ստանաք Սուրբ Հոգու պարգևը։ Ամեն։ Սուրբ Հոգու պարգևը դա մեր ճշմարիտ եւ ամենակարևոր հույսն է։ Եթե Սուրբ Հոգու պարգևը մենք ստացել ենք, մենք ունենք հավիտենական հույս։ Եթե Սուրբ Հոգու պարգևը մենք չենք ստացել, ում վրա ենք հույս դնում։ Ինչ հույս ունենք։ Մենակ այս աշխարհի գործերի վրա։ Գիտեք, ես կյանքում հավատացյալ եմ եղել, փոքրից սիրել եմ Աստվածաշունչ, քնելուց առաջ մամայից խնդրում էի Աստվածաշունչ կարդա, ոնց որ բոլորս, շատերը քրիստոնյա երկրում ենք հեշտ չծնվել, եկեղեցիներել եմ գնացել, մոմերնել եմ վառել, ոնց որ միշտ։ Բայց իմ հույսը եղել է այս աշխարհը։ Իմ հույսը եղել է, գիտեք հույսը ինչ է, ասենց բացատրեմ, հույսը դա զգացմունք է, որը որ սպասում է ապագայի ինչ-որ մի լավ բան։ Այսինքն հույսը այն է, որ դու ապագայում ինչ-որ մի լավ բան ես սպասում, որ լինի։ Դա հույսն է։ Դա հույսը ու դա բարի զգացմունք է քեզի տալ։ Առանց հույսի մարդը, գիտեք, հույսը ինքը վերջի բանն է։ Եթե հույսը մեռավ, մարդը էլ չի ուզում ապրի։ Մարդը անգամ իր իմաստը, կյանքի կորցնում է։ Դա համար հույսը շատ կարևոր բան է։ Բայց եկեք ես այսօր ուզում եմ հույսից խոսամ, իմ քարոզի վերնագիրը հույսը, որը չի հիասթափացնում։ Կա մեկ հույս, որը չի հիասթափացնի։ Գիտեք, աշխարհում ես ինձանից խոսամ, որ հույսեր եմ ունեցել շատ բաների։ Ինչքան էլ sense դժվարություններ եմ եկել ա կյանքումս ուզեցել եմ անցնել, ես միշտ այսպես հույսս դրել եմ, գիտեք ինչի վրա։ Իմ աշխատավարձի, որ լավ տեղ եմ աշխատում, բարձր աշխատավարձով, իմ շրջապատի, իմ ծանոթության, դա եղել է իմ հույսը։ Եթե խնդիր է եկել ա, ես միշտ հիշել եմ, ես շատ փող ունեմ, այդ հարցը կլուծեմ այս փողերով։ Ես ծանոթություն ունեմ, այս հարցերը կլուծեմ։ Բայց գիտեք, եկավ մի ժամանակ, ես դրանով էի ապրում, դա ինձ հանգստացնում էր այդ հույսը։ Բայց եկավ մի ժամանակ, որ այդ հույսը ինձ հիասթափացրեց։ Եկավ մի ժամանակ, որտեղ այդ բարձր աշխատավարձներն կտրվեց, այդ ծանոթությունն էլ, այդ շրջապատն էլ, այն դուրս չեկան ոնց որ պետք է լինի։ Գիտեք, որ փող ունես, կողքդ լիքը լավ մարդ կա։ Ու միտեղ հույս ես դնում դու իրանց վրա։ Մի բանով կօգնեն, մի բանով կնեղվեմ կօգնեն, չէ՞, որտեվ
փող ունես։ Էտա։ Բայց երբ որ փողերդ պակասում է, այն մարդիկ, ովքեր կողքդ կանգնած են, այն մարդիկ ում վրա դու հույս էիր դնում, որ քեզ կօգնեն քո դժվար սիտուացիաներին, ընդհանրապես խի է մարդը ընկերություն անում, ընկերական շրջապատ ձեռ բերում։ Հենց այնպես չէ, որ լավ լինի իրան, չէ, որ նեղ օրերին իր անկերը հասնի։ Ընկերությունը լավ բան է, վատ բան չի, բայց դա պետք է լինի ճշմարիտ ընկերություն, Աստծու մեջ ու հավատարիմ ընկերություն, ոչ թե աշխարհիկ։ Աշխարհիկ ընկերությունը լավ ես, ես քո հետ լավ կլինեմ։ Փող ունես, ես քո ընկերն եմ, դու էլ իմ քավորն ես։ Փող չունես, քեզ ով է քավոր նշանակելու։ Էս է աշխարհիկը։ Գիտեք, եկավ մի ժամանակ, որտեղ կորցնում ես ամեն ինչ։ Գալիս է մի ժամանակ, որտեղ հիասթափվում ես ու անգամ այն վիճակի ես հասում, որ չես ուզում անգամ ապրես, առաջ գնաս։ Կորցնում ես ամեն ինչ, որտեղ այն միակ բանը, այն միակ աշխարհիկ քո պատկերացրած հույսը տեսնում ես, որ ինքը ճշմարիտ չի, այլ սուտ կա դրա մեջ, հիասթափացնում է։ Ամեն ինչը ձևի վրա է, ամեն ինչը շահի վրա է հիմնված։ Գիտեք, ու ինչ որ լինում էր, ես միշտ մտածում էի, ինչ ուզում է լինի, ես մեկա ունեմ ընկերություն, կզանգեմ սրան, կզանգեմ նրան, կամ փողով այդ հարցերը կլուծեմ։ Բայց գիտեք, որ եկավ այն պահը, որ դու արդեն էլ չես ուզում ապրես, որ հասկացար ամեն ինչ սուտ է, ամեն ինչ ճիշտ չի, այս հույսն էլ էր սուտ, ստեղ միանում է արդեն Աստված։ Քանի մարդը իր հույսը դնում է ինչ որ մարդու վրա, կամ ինչ որ հանգամանքների վրա, կամ ինքը իր ուժերի վրա, Աստված ստեղ չի խառնվում մարդու կյանքում, չի խառնվում։ Աստված այնքան ժամանակ է այսպես կողքից նայում մարդուն, իր քայլերը, իր կյանքը, իր ապրածը, մինչև այս մարդը հուսաթափ լինի մինչև։ Հուսաթափ մարդը էլ չի ուզում ապրի։ Ասում է, իմաստ չկա այս աշխարհում էլ ապրեմ։ Սա սուտ է։ Գիտես, մինչև այդ դու չհասկանաս, որ աշխարհը ինքը ընկած է, գրած է Աստված խոսքում գրած է, մեկը չկա։ Ես վերջերս խոսում ենք, մարդիկ ասում են, դե բարի սիրտ ունեմ, լավն եմ, તો բարի սիրտը ո՞րն է։ Բարի սիրտը ո՞րն է։ Առանց Հիսուսի բարի սիրտը ո՞րն է։ Այդ բարի սիրտը հələ մի հատ հաշվի ինչքան մեղք կերա գործը։ Տարին լավ, տարին 5 հատ մեղք գործել է, 30 տարեկան ես, անգամ 5 ինչ արեց։ Յուրաքանչյուր ամենաբարի սիրտն էլ տարեկան մի 5 հատ մեղք կգործի մինիմում։ Էլ հերիք ասեն, որ ասեն բարի արդար մարդիկ կան առանց Հիսուսի, տենց բան գոյություն չունի։ Մարդը, եթե վերստին ծնված չի Աստծուց, նա չի կարա լինի այն կատարյալը ու ունենա այն հույսը, որը որ իրան Աստված ա տալի։ Լավ, եկեք մնանք հույսի մեջ։ Տեսեք ինչ է խոսում Աստծո խոսքը։ Աստծո խոսքը տալիս է մեզ հստակ հույս։ Աշխարհիկ հույսը, աշխարհիկ մարդու մտածելակերպով հույսը, գիտեք ինչերի վրա է հիմնված։ Միգուցեների, գուցե կստացվի, միգուցե լավ կլինի։ Չէ, աշխարհում շատ ենք, չէ՞, լսել, որ մարդիկ ասում են լավ կլինի։ Որ դուց վերցիր, որ լավ կլինի։ Ու միշտ այնց իրար մխիթարում են, չէ՞, այս աշխարհում մարդիկ, լավ կլինի։ Լավ կլինի։ Որտեղ է այդ հիմքը, այդ բառերի հիմքը, որ լավ կլինի։ Որտեղ է այդ հիմքը։ Եթե մենք ունենք հիմք, գիտեք, գրածը ամեն մարդ կարա սուտ լինի ու ստախոս լինի։ Ասում ես լավ կլինի, անգամ մարդը ինքը իրան շատ ժամանակ խափում է ամբողջ կյանքում։ Ասում է լավ կլինի ու այսպես ապրում։ Դա սատանան է խափում քեզի, ասում է լավ կլինի։ Լավ կլինի, գիտեք որ բառն է։ Այն փափուկ բարձ է դնում գլխի տակ, լավ կլինի, լավ կլինի, լավ կլինի։ Ու սա ես մինչև վերջ տաննա, վերջում մահանում ես մարդը։ Բայց լավ չեղավ այս մարդուն։ Գիտեք ինչքան եմ sense մարդիկ ճանաչում, շատ։ Այն որ ասում են լավ կլինի, լավ կլինի, լավ կլինի, վերջում մահացել են։ Խնդիրների պատճառով, մեկը չգիտեմ, պարտքերի պատճառով է ինֆարկտ ստացել, եւ այլ, sense ինչ որ խնդիրների պատճառով, բայց իր մտքի մեջ միշտ եղել է այդ սատանայական սուտը, որը հիմք չունի, ոչ մի հիմք չունի, որ լավ կլինի։ Ոչ մի հիմք չունի մարդկային խապկանքը, որ լավ կլինի։ Բայց երբ որ կա Աստվածաշունչ, խի Աստված մեզի տվել Աստվածաշունչ, իր շունչը, իր գիրը, ինչի է տվել, որպեսզի մենք դրանից հիմք վերցնենք։ Մարդու հետ խոսում ես, ինչ որ բաներ է խոսում, բաներ է պատմում, որն է ճիշտ, որն է սխալ, ինչ որ sense փիլիսոփայական բաներ է խոսում։ Ասում եմ, հիմքեր կան, ոչ, հորինված բաներ։
Բայց Աստված մեզի տեսեք Հռոմեացին 15:4-ում ինչ ա գրել։ Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ եւ գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Աստված տվել է մեզ իր խոսքը, Աստվածաշունչը, որպեսզի մենք կարդանք Աստվածաշունչը, դա լինի մեր համար հիմք, Աստծո խոսքը, եւ մեր հույսը դնենք այս հիմքի վրա։ Եվ երբ որ մենք հույս ունենք ու ասում ենք լավ կլինի, որ սենց պետքա լինի, ես հույս եմ դնում մենակ Աստծո խոսքի վրա, որ Աստված է դա խոսում, ոչ թե ես ինքս ինձանից հորնում եմ, այ Աստված է խոսում։ Ես այսօր ուզում եմ, գիտեք ինչից խոսում, ամենակարևոր հույսի մասին եմ ուզում խոսամ։ Գիտեք ամենակարևոր ու գլխավոր հույսը որն է մարդկության, իմ ու քո, հավիտենական կյանքը, հավիտենական կյանքը։ Գիտեք Հիսուսը թանկ գին ա վճարել ամեն մեկիս համար։ Մենք պետք է այսի գնահատենք ամենակարևորը, այ վճարած թանկինը։ Այսօր փրկությունը շատ հեշտ է տրվում, գիտեք, շատ հեշտ է տրվում։ Հավատում եմ, որ բոլորս այդտեղ նստածներս փրկված ենք։ Հավատում եմ ամբողջ սրտով։ Կապ չունի դու շատ ես մեղ գործը, քիչ ես գործը կամ հիմա ինչ որ մեղքերի մեջ ես շատ ու քիչ, դա կապ չունի։ Անկեղծ սրտով եմ ասում, Հիսուսի անունը կանչողը փրկված է։ Հիսուսը ողորմա, այնքան ողորմած է մեր Աստված, շատ ողորմած է։ Բայց մենք արդյոք մնում ենք նրա մեջ եւ գնահատում ենք այն գինը, որ ինքը վճարել է։ Մեզ դա ձրի է տրվել։ Ինձ ու քեզ փրկությունը ձրի է տրվել։ Ոչ մեկ մեզանից փող չի ուզել դրա համար։ Ոչ մեկ մեզի չի ծեծել, ոչ մի կրոն մեզի չի ասել գնա քեզի պատժի, որ Աստված քեզ ների նոր փրկվել։ Ոչ, Աստվածաշունչը ասում է, ով Հիսուս Քրիստոսին իր սրտում հավատա եւ դավանի, որ նա Աստծո որդի է, փրկված կլինի։ Մեզի ձերի է դա տրվել, բայց գին ա վճարվել ու շատ ցավոտ գին ա վճարել։ Հիսուսն ա վճարել այդ գինը։ Գիտեք, մենք որտեղ է մարդկությունը, քրիստոնեությունը, մենք մեր մասին եմ այսօր խոսում։ Քրիստոնեությունը որտեղ է թերանում ավելի շատ։ Թերանում է այն պահին, երբ որ ճիշտ չի գնահատում ամենակարևորը։ Գիտես, այսօր եթե դու դրսում մանգալուց մի 100 եվրո փող գտնես, գտել ես, չէ՞, ձրի է, չես քրտնել դրա համար։ Դու այդքան չես գնահատելու այդ 100 եվրոն։ Դու այդ 100 եվրոն կարաս անենց ծախսես, որ sense թռնիոտ դու էլ չիմանաս ոնց գնաց։ Բայց երբ որ ինքդ ես աշխատում, ինքդ ես քրտինք թափում, դա արդեն գին ունի, չէ՞ քո համար։ Բայց ինչի մենք այսօր, գիտեք, դա մարդկայինն է։ Բայց մենք պետքա հոգով, որ Հիսուս Քրիստոսի զոհը կա, որ ինքն է վճարը, ինքն է քրտնել, ինքը քրտնաջան, իր քրտինքել չէ, արունը վրից թափելով, իմ ու քո համար խաչն է բարձրացել։ Եկեք այս ամենակարևորը գնահատենք ու այս ամենակարևոր ինչի համար է ինքը արել, որպեսզի մենք ունենանք կենթանի հույս։ Ինքը գնաց խաչվեց մեր համար, մահացավ մեր համար եւ հարություն առավ մեր համար, որ մենք կյանք ունենանք։ Որ մեզի փրկի, որտեղից փրկի։ Դժոխքից։ Ռեալ դժոխքը տեղա։ Որ մեղավոր մարդը առանց Հիսուս Քրիստոսի դժոխքում է հայտնվում շատ դեպքերում։ Այսօր մի վկայություն լսեցի, մեր քույրերից մեկը վկայում էր եկեղեցում, որ ասում է հենց նոր ինքը Kaufland-ում է աշխատում, ինչ որ մսի բաժնում, ասում է մեր մսի բաժին բերեցին մի կին այսօր անցած այսքանի օր ասում է մի կին բերեցին ու ինքը նոր հիվանդանոցից դուրս է եկել ու ինձի բան է պատմում։ Ինքն է մեր քույրերից է հավատացյալ եկեղեցու։ Ասում է ինքը պատմում է, որ ինքը 5 օր կոմայի մեջ է եղել, կոմայից դուրս է եկել, ամեն ինչ նորմալ է, հիմա էլի եկել է աշխատանքի ու իր բաժին են տեղափոխել։ Ասում է ինքը 5 օր կոմայի մեջ է եղել, ասում է ես որ լսեցի ինքը կոմայի մեջ է եղել, հարցրեցի ինչ ես տեսել։ Ասում է 5 օր այնտեղ եղել է մի քանի րոպե իր համար։ Ասում է ես գնացի, ասեն սպիտակ տեղ էր ու դռներ էր ու դուռ էր, ասում է։ Այդ դուռը ծեծեցի, ուզում էի ծեծեի, որ բացեին այդ դուռը իմ համար, ասում է չէին բացում։ Բայց մի հատ ձայն ինձ ասեց հետ գնա, քո ժամանակը դեռ չի։ Ու ասում է ես հետ եկա։ Ասում է որ հետ եկա 5 օր անցել էր, բայց իր համար դա կարող մի քանի րոպե եղել, որովհետև Աստվածաշունչն էլ է ասում հոգևոր աշխարհում կարող մի րոպե կամ մի ժամը 10 տարի լինի կամ 1000 տարի լինի։ Դա ոչ մեկ չի կարող հաշվարկի։ Գիտեք ու հենց Աստված իրան բերելա այս քույրիկի կողքնադրը, որը որ հավատացյալ է, որ իրան Հիսուսի մասին է խոսալու պատմի։
Սա պատահական չի։ Գիտեք, մարդը որ մահանում է, Աստված այնքան ողորմած է, որ այս մարդուն չի թողել ինքը կորի, որտեվ եթե դուռը փակ է մեկի համար, երկինքը փակ է, ինքը ուրիշ տեղ չունի գնալու այդ հոգին։ Այդ անձը, այդ շունչը ուրիշ տեղ չունի գնալու, եթե ոչ դժոխք, որտեվ կա դժոխք, կա դրախտ։ Եթե դրախտի դուռը փակ է, ուրեմն ինքը չի կարա ներս մտնի։ Իրանք հաշվել են տանեն դժոխք։ Դրա համար Աստված իրան հետ է ուղարկել։ Ու դա շատ ռեալ է։ Այսօր մարդիկ կան վկայում են, որ դժոխքից են Աստված իրանց հետ է բերել, ողորմացել է այնքան, որ ընդունեն իրան, ընդունեն Քրիստոսին, նոր փրկվեն, նոր դրանից հետո ինչ կլինի Աստված գիտի։ Աստված է մեր օրերը նախասահմանում, Աստված գիտի մեր ամեն մեկիս օրը։ Մենք մեր հույսը պետքա դնենք ամենագլխավորի ու ամենակարևորի վրա, մեր փրկության վրա, մեր փրկության վրա։ Հույս մի դրեք իշխանների, մարդու որդիների վրա, որի մոտ փրկություն չկա։ Սաղմոս 146:3-ում է գրել. Աշխարհի հույսը միշտ էլ է խոսալու։ Կարող է ստացվի, կարող է չստացվի, բայց Աստված ասում է, որ ստացվելու է։ Աստված ասում է, որ փրկվելու ես։ Ու ոչ թե մենակ խոսքն է վկայում, այլ հոգին էլ է վկայում մեր մեջ։ Աստծո հոգին մեր մեջ վկայում է։ Ես անցած անգամ Հռոմեացիների 5:4-ն եմ կարդացել, այսօր 5:5-ն եմ ուզում կարդամ։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռվել է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգով միջոցով, որը տրվեց մեզ։ Համբերությունը փորձություն է առաջացնում, փորձությունը հույս։ Երբ որ մենք փորձություն ենք ձեռք բերում, այդ փորձությունը մեզի հույս է տալիս։ Հույս Աստծո վրա, ամեն պարագայում, ինչ որ մեր կյանքում կատարվում է, մենք մեր հույսը պետք է դնենք Աստծո վրա։ Եթե ուզում ես կատարվի այն բարին, Աստծո խոսքը ասում է՝ մի խաբնվեք, ամեն բարի բան երկնքից է գալիս։ Մենք պետք է այնքան զգույն լինենք ու գնահատենք Աստծո գործը մեր կյանքում, որ հանկարծ չշփոթվենք, չսխալվենք։ Մի քույրիկ էլ եկավ մի քանի տարի առաջ եկեղեցի մեր մոտ շտադե։ Կիսա մահացած, կապույտ դեմքով, առանց մազերի, մազ ընդհանրապես իր վրա չկար, կապտած դեմքով, չարացած, ինքն է ուղափառ եկեղեցուց եկած, ասել են, էս էլ մի վերջի հույսն է, մի հատ էլ գնա այս ավետարանչական եկեղեցի, ընդ մոմավառությունով բան չէր փոխվել իր կյանքում։ Ես անգամ իրան որ նայում էի, ամենավերջը եկավ նստեց։ 3 տարի առաջ էր։ Այնքան վախենալու դեմք ուներ, որ ու այնքան չարացած էր իր վրա նայում, Աստծուց այնքան նեղացած էր, բայց իրան սենց բերել իր բարեկամուհին բերել էր սենց զորով նստացրել էր իրան եկեղեցի։ Գիտես, ես իրան ասացի, եթե կհավատաս, Աստված քեզ կփրկի, եթե կհավատաս, Աստված քեզ կյանք կտա։ Ասեց ուրիշ ճար չունեմ, հավատում եմ, ուրիշ ձև չունեմ, վերջի հույսս Աստված է։ Գիտես, ինքը հույսը դրեց Աստծո վրա։ Ինքը ասեցի, կամ դու պետքա հույսը դնես Աստծո վրա, ճիշտ է, դու եկել ես Գերմանիա, ինքն էլ Ուկրաինայի փախստականներից է։ Ճիշտ է, այսօր Գերմանիան քեզ բժիշկը քեզ դեղատալի օգնում է եւ այլ, այս ամեն ինչը կատարվում է, նորմալ է։ Բայց եթե դու հիմա հույսը դրեցիր Աստծո վրա, որ Աստված է քեզ բժշկելու, դու կբժշկվես։ Բայց եթե հույսը դրեցիր բժշկության վրա, ես չեմ ասում, որ չգնաս բժշկի, այդ իմաստը չի, էլի գնա, բայց Աստծո վրա թող հույսը լինի։ Աստված կարող է այդ բժշկի ձեռով է քեզ բժշկում։ Աստված կարող է դեղով է քեզ բժշկում։ Ոչ մեկ չգիտի Աստված ոնց անում։ Աստված կարա հրաշքով բժշկի։ Իր համար ոչ մի անհնարին բան չկա Աստծո։ Ինքը գիտի ոնց է անում։ Տեսեք, Հիսուսը ամեն մեկին տարբեր ձևերով էր բժշկում։ Ամեն մեկին տարբեր։ Գիտես, այս քույրիկը անցավ մի 2-3 շաբաթ, մեկ է տեսանք մազերը սկսեց աճել։ Մի ամիս անցավ դեմքի գույնը տեղը եկավ։ Ու այսօր 3 տարի անցել է, ինքը ընդհանրապես մետաստազներ չունի, մաքուր, սիրուն, երկար մազերով, լավ ընտանիքով մի կին է, որ եկեղեցում է։ Գիտեք ինչի, որտեվ հենց ի սկզբանը ինքը ասեց, ես այո, համաձայն, ես հույսս դնում եմ մենակ Աստծո վրա։ Մենակ Աստծո վրա։ Բայց բժիշկները իրան հույս չէին տալիս։ Բժիշկները ոչ մի հույս չէին տալիս։ Գիտեք, եկեք ամեն ինչում ինչ որ կատարվում է մեր կյանքում, անգամ բարիները, չէ, բարի բան շատ է լինում մեր կյանքում։ Եկեք հավատանք, որ դա Աստծուց է եւ ինչ որ ասենք դժվարություններ ա գալի մեր կյանքում, որ պետք է հաղթահարենք այդ դժվարությունները, որտեղ դժվարությունները տրվում է մեզ նրա համար, որ մենք հաղթահարենք, ոչ թե փախտենք իրանցից,
այ հաղթահարենք այդ դժվարությունները։ Եթե դժվարությունը գա ու դու փախնես, դու թույլ մարդ ես։ Դու չես կարող քո կյանքում առաջ գնաս։ Դու չես կարող հաջողակ լինես, դու չես կարող հաջողությունների հասնես, բայց երբ որ գալիս է դժվարությունը, իմ հույսը մենակ Աստված է։ Իմ հույսը մենակ Աստված է։ Ինքը կարա ինձ իմաստություն տա, ինքը կարա ինձ ուղղություն տա, ինքը կարա ինձ հանի այս իրավիճակից, բայց գիտեք, երբ Աստված քո հույսը լինում, երբ որ նա քո մեջ է, երբ որ նա քո մեջ է ապրում։ Իսկ Աստված ապրում է քո մեջ, երբ որ դու նրան սիրում ես ամբողջ սրտով։ Եկեք հիշենք Հովսեփի պատմությունը։ Հովսեփին հարազատ աղբերներ, գիտեք, դա ինչ ցածրանալ է, ինչքան ինչ մեծ հիասթափություն կարար Հովսեփը ապրեր։ Ինչ մեծ հիասթափություն, ինչ մեծ նեղություն ինքը ապրեց Հովսեփը, երբ որ իր հարազատ աղբերները իրան ծեծեցին, գցեցին փոսի մեջ, շորերն վրից քաշեցին, հանեցին, մի հատ գառմորթին արունոտեցին շորերը, որ տանեն հորը ցույց տան, ասեն գազանները կերել են։ Ու այս Հովսեփը իրանց փոքր աղբերներ փոսի մեջ գցել են, հերիք չի, մի հատ էլ ինքը լսում է իր ականջով, ոնց են իր աղբերները խոսում, որ մեկը ասում է եկեք սպանենք, մեկը ասում է չէ, եկեք ծախենք, մեկը ասում է չգիտեն ոնց վերացնեն իրան։ Հասկանում եք ինչքան նեղ վիճակ է Հովսեփի մոտ։ Բայց գիտեք, Աստված իր հետ էր, անգամ փոսի մեջ։ Աստված նրան չթողեց։ Ոնց որ իջացրել էին փոսը, այդ այնց է սիրուն բարձրացրեցին, դրեցին այն ժամանակվա տաքսին ուխտերն էին, այդ Եգիպտոսի։ Մի հատ սիրուն տաքսի եկավ, նստացրեցին այդ ուխտերի վրա ու գնաց ամենազարգացած ու ամենալավ երկիրը, որը որ գոյություն ուներ այն ժամանակ, Եգիպտոսն էր, դա կայսրություն էր ու ծաղկուն զարգացած երկիր էր դա։ Հովսեփին հենց տեսեք ուր տարան, ստե նեղացրեցին, գցեցին փոսը, բայց Աստված իր հետ էր։ Ինքը դիմացավ, ինքը սպասեց։ Գիտես, երբ որ դու Աստված քո հետ է, կյանքում չվախենաս։ Ինչ ուզում ալնի, անգամ քեզի քո բարեկամներն էլ, քո հարազատներն էլ նեղացնեն, իջհասնեն, քեզի շատ նեղեն, եթե Աստված քո հետ է, չնեղվես, չվախենաս։ Աստված երբեք չի ուշանում։ Ինքը իր ուխտերը կուղարկի։ Ինքը իր տաքսին կուղարկի քո հետևից։ Ու քեզի կհանեն այդ փոսի մեջից։ Քեզի կնստացնեն թագավորի պես ուխտի վրա ու կտանեն։ Հա, ասում էին ծառայա, ծախեցին գնաց, ծախեցին գնաց։ Բայց ուր ծախեցիք, հələ տեսեք Հովսեփ ուր ընկավ։ Բայց էլի եկավ Հովսեփի կյանքում նեղություն։ Էլի եկավ նեղություն։ Ինքը գնաց ու բանտապետի տանը ինքը ղեկավար, բանտապետի տանը ինքը ղեկավար էր Հովսեփը դառը։ Իրան էլի հագցրեցին սիրուն ղեկավարի շորեր, ինքը իրան արդեն լավ էր զգում, կոմֆորտի մեջ, նորմալ արդեն աշխատավարձ ուներ, աշխատում էր, պաշտոն ուներ Հովսեփը, ամեն ինչ լավ էր։ Տեր իմ Աստված, էլի ինչ եղավ, թո հանգիստ ապրել ես Հովսեփը, էլի իրան նեղություն տվեցիր։ Այս բանտապետի կինը եկավ, սկսեց գայթակղել այս մարդուն։ Ինչի համար։ Միգուցե կասենք ինչի համար, խի էլի հանգիստ ապրում էր, թող ապրեր իր համար։ Գիտեք, Աստված եթե ուզում է քեզ բարձրացնի, քեզի հաջողակ սարքի, քեզ ավելի բարձր անի, ինքը անպայման քեզ նեղություն է տալու։ Ինքը անպայման թույլ է տալու, որ դու մի բանից նեղվես ու քեզի ճիշտ պահես այդ նեղության մեջ։ Եթե դու քեզի ճիշտ պահեցիր նեղության մեջ, դու բարձրանալու ես։ Դրա համար Հակոբոսը ինչ է խոսում, ասում է հենց կգա նեղությունը, ուրախացեք։ Ուրախացեք, որտեղ Աստված նախատեսել է, որ քեզի բարձրացնի։ Ու հենց գալիս է, դու պետքա հասկանաս, որ Աստված ուզում է քեզի ստե բարձրացնի։ Օ, ոնց ինձի պետք է պահեմ։ Տեր իմ Աստված տուր ինձ իմաստություն, որպեսզի ես ինձի ճիշտ պահեմ իմ նեղության մեջ։ Ոչ թե փնթամ, այլ ասեմ փառք ես Հիսուս, հակառակը փառք տամ Աստծուն։ Փառք տամ Աստծուն իմ ուրախությունը, որտեղ գիտեմ, օ, ինձի բարձրացնելու է Տերը։ Ինձ ավելի լավ տեղը հանելու Տերը, որտեղ իմ հույսը ինքն է։ Գիտես, երբ որ սրտիդ մեջ Աստված կա, Աստված քո հետ է, միշտ լավ է լինելու։ Ուզես թե չուզես, լավ է լինելու։ Այն հայկական բառ կա, ուզում ես ուզի, չես ուզում ուզի, լավ է լինելու։ Որտեղ Աստված քո հետ է։ Գիտես, էլի վերցրեցին այս Հովսեփի հագուստը էլի ճղեցին։ Ինքը ճիշտ քայլ արեց, դրա համար իր հագուստ։ Ինքը չնայեց
իմ սիրուն կառավարիչի հագուստները հանգարց չպատրվի, չէ, ինքը Աստծո խոսքով քայլեց։ Գիտեք, այստեղ գալիս է արդեն այդ պոռնկության մեղքը, որը որ եկավ Հովսեփին սկսեց գայթակղել։ Բայց էսի միակ մեղքն է, որ դե Աստվածաշունչը ասում է փախի։ Մեել մտածի, մեել սենց գցի բռնի, հա, չէ, ոնց ինձ զսպեմ, չէ, ստե էսի միակ մեղքն է, որ Աստվածաշունչը ասում է փախի։ Հովսեփը հենց էդի արեց։ Փախավ։ Անենց փախավ, որ հետևից այդ ով որ իրան գայթակղում է շորերը քաշեց պոկեց։ Բայց ինքը փախավ, ինքը ճիշտ քայլ արեց։ Ինքը իրան ճիշտ պահեց իր նեղության ժամանակ։ Գիտեք, էլի բանտը կալանավորի շորեր հագցրեցին այս Հովսեփին, էլի գցեցին բանտախուցը, էլի այնտեղ էլ մնաց, բայց Աստված իր հետ էր։ Ինքը չէր փնփնթում։ Աստված իր անգամ բերդում ինքը իրան ճիշտ էր պահում ու ինքը բերդում էր ինչ որ լավ գործերի մեջ դրվել։ Ու վերջում Հովսեփը դարձավ Փարավոնից հետո երկրորդ մարդը ամբողջ Եգիպտոսի կայսրությունում, որտեղ էլի եմ ասում, Աստված նրա հետ էր ու ինքը հուսանում էր մենակ Աստծուն, իր հույսը մենակ Աստծու վրա էր, իր հույսը հիմք ուներ, ոչ թե սենց միգուցե լավ կլինի, միգուցե մարդկանց վրա հուսանամ, ոչ, իր հույսը Աստծու վրա էր։ Ես չեմ ասում, որ Աստված ֆոկուսներ է անում, չէ, Աստված մարդկանց կարա օգտագործի ու քեզ բարի լինի։ Աստված կարա մեկին մարդուն օգտագործի, բայց մի իմացի հույսդ պետք է մարդու վրա դներ։ Ոչ, Աստված դա արեց։ Դրա համար Աստծո խոսքը ասում է՝ մի խափնվեք, ամեն բարի բան երկնքից է իջնում։ Տեսեք, մենք մեր հույսը պետքա ճիշտ օգտագործենք, ես էլ եմ ասում, ելի վերադառնում եմ այդ մտքին ու շեշտը ուզում եմ դնեմ դրա վրա, որ մեր ամենակարևոր ու գլխավորին, որ մենք ունենք փրկություն Հիսուսի մեջ, որ մենք էլ դժոխք չենք գնալու, ամեն դա ուրախալի լուր է։ Ես շատ եմ ուրախանում։ Ես ամեն օր եմ ուրախանում այդ փաստից, որ ես դժոխք չեմ գնալու։ Դրանից է լավ ուրախություն, այլ ես հարություն եմ առնելու Քրիստոսի հետ թագավորելու եմ։ Ես ունենալու եմ նույն մարմինը, որը որ Քրիստոսը ունի, եւ դա իմ հույսն է, դա ամենաառաջի տեղը պետք է լինի իմ կյանքում։ Ամենաառաջին ես այդ պետք է սպասեմ, դա իմ նպատակը ու դա իմ վերջնակետը, որ ես պետք է հարություն առնեմ, կամ Հիսուսը կգա, ես կփոխվեմ, կամ եթե մինչև Հիսուսի գալը ընդելինեմ, մարմին է տալու Հիսուսին ու ես հարություն եմ առնելու ու դեմ առ դեմ Հիսուսին տեսնելու եմ ու հարություն եմ առնելու։ Գիտեք, մարդկության, պատմության իրական իմաստը սա է։ Էս է քրիստոնեությունը։ Էս էին առաքյալները տարածում, ասում էին՝ «Հալո, ընկերներ, աշխարհ, լսեք, Հիսուսը հարություն է առել»։ Եվ ինչ։ Մարդիկ ասում են եւ այսօր էլ կարան ասեն, չէ, հա ինչ անենք որ հարություն առը։ Այն որ դու էլ կարաս հարություն առնես։ Եվ ով որ կուզենա, ով որ կհավատա, հարություն կառնի Քրիստոսի հետ։ Գիտես, ով հավատաց գրած է, Հիսուսը դրեց նրա մեջ երաշխիք։ Երաշխիքը էդի մեր հայերենով ասած զալոգն է։ Զալոգ է դնում քո սրտի մեջ։ Եթե դու նրան հավատում ես, ինքը զալոգը գիտեք ինչ է։ Բեհ ինքը բեհ է դնում քո սրտի մեջ, որ երբ որ կգա, ինքը իր բեհի տերն է։ Ինքը տվել է, ինքն էլ կվերցնի։ Այդ դրա համար Հիսուսը ասում է, ինչ որ ոմանց ճանաչեց, որ ասեց, եկեք իմ հոր օրհնյալներ, եկեք այն թագավորությունը, որ իմ հայրը պատրաստել է ձեր համար, այն ուրախության մեջ մտեք։ Եվ ոմանց էլ կասի, ես ես չեմ ճանաչում։ Գիտեք Հիսուսը ում չի ճանաչի։ Ում մեջ որ չի դրել այս բեհը, այս երաշխիքը, ում մեջ որ դրված չի, բայց այդ երաշխիքը, որպեսզի Հիսուսը դնի մեր մեջ, մենք պետք է ինքներս համաձայն լինենք եւ ասենք՝ Տեր, դիր իմ սրտի մեջ քո կնիքը, դիր իմ սրտի մեջ քո երաշխիքը, որ ես քոնը լինեմ, երբ որ դու գաս, դու ինձ ճանաչես, ես էլ քեզ ճանաչեմ։ Դա նշանի պես բան է։ Աղջկան նշանեցինք, всё, մերն է։ Մի օր կգնանք հետևից։ Էլ ոչ մեկ չի կարա տանի։ Պապան մամանը չեն կարա փոշմանել, որտեղ նշանել ենք արդեն։ Գնացել ենք, խոսքապ ենք արել։
Պապան, մաման ասել են այո, աղջիկը ասել է այո, մատանին դրել ենք մատին, մերն է։ Հիմա մենք հարցը Հիսուսի հարցը այս եկեղեցին է։ Հիսուսը իր Սուրբ Հոգով մկրտել է, Հիսուսը իր Սուրբ Հոգին դրել է եկեղեցու մեջ, ամեն մեկի սրտի մեջ, որպեսզի երբ որ ինքը գա, ինքը իրանը վերցնի, ինքը ուրիշինը չի վերցնելու։ Էսա մեր հույսը, որ մենք մեր հույսը պետքա դնենք սրա վրա։ Հիմա մի հատ տեղ եմ կարդում, էսի իմ ամենասիրած տեղն է, Առաջի Կորինթացիներ 15-19։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Ցավոք սրտի եկեղեցիներում այսօր շատ այս վիճակը կա։ Քրիստոնյա, ողորմելի քրիստոնյա։ Ու շատ կա այսօր։ Նայում ես հարևանը սենց ուրախ, զվարթ, իր կյանքով սենց սիրուն ձևի ապրում է, բայց դու քրիստոնյա ես, հավատացյալ ես, եկեղեցի ես գնում, բայց ինչ որ ողորմելի վիճակ է քո վիճակը։ Պատճառը ստեղ գրած է ինչն է։ Պատճառը գրած է։ Գիտեք, դա կապ չունի, ես որ ստե գրած է, ողորմել չի նշանակում, որ դու միտեղ կարող է փող չունենաս, միտեղ կարող է հիվանդություն ունենաս, միտեղ կարող է ինչ-որ խնդիրներ ունենաս, դրա մասին չի խոսում, որ դու անընդհատ չես կարող դուրս գաս դրա մեջից։ Գիտեք, փորձությունները Աստված տալիս է, բայց փորձությունները տալիս է, որպեսզի մեզի բարձրացնի վերև, որպեսզի այս ժամանակը, այս ընթացքը մենք ապրենք, հոպ, հելնենք վերև, հոպ, հելնենք վերև, էս է։ Բայց երբ որ մենք հույս դրել ենք Քրիստոսի վրա, տեսեք, այսօր շատերը անգամ եկեղեցիներ են գալիս կամ կանչում են, արի մեր եկեղեցի լավ կլինի, արի կառողջանաս, արի հարց չկա, առողջացնում է Աստված։ Հարց չկա, օրհնում է Աստված։ Բայց Հիսուսը ասում է, ինչ որ խնդրեք կլինի ձեզ, բայց գա մեզ երկրի վրա, գուցե հավատ կգտնեմ ձեր մեջ։ Հավատ կգտնեմ ձեր մեջ, թե ոչ։ Այս սրա մասին է Քրիստոսը խոսում, որ եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Ես գիտեք ինչ է նշանակում, որ քրիստոնյան տեղերը փոխում է։ Այն գլխավորը, որ հենց այդ գլխավորի համար պետք է մենք հույս դնենք, հույս ու հավատ ու դրան սպասենք, այդ պետք է լինի մեր գերագույն նպատակը, որ սպասենք մեր հարությանը, սպասենք մեր փրկությանը ու այս փրկությունով ապրենք, մեր սիրտը, մեր միտքը, մեր առօրյան պետք է լցված լինի այն ուրախությունով, որ ես փրկված եմ, ես մի օր Հիսուսին տեսնելու եմ, ես դժոխք չեմ գնալու, ես գնալու եմ երկինք, ես հավիտենական թագավորության մեջ եմ լինելու, որտեղ թագավորը Հիսուսն է, դա ռեալ բաներ ասանք, հեքիաթ չի։ Եթե մենք սրանով ենք ապրում, մենք ուրախ ենք։ Ուզես, չուզես, Աստված քո այն պակաս պռատ բաները լրացնելու է սաղ։ Բայց այսօր, գիտեք, շատ քրիստոնյաներ ասում են, թող այս հարցը լուծվի, մենակ մտածում են առավոտից իրիկու կենտրոնացած են խնդիրների վրա, այս խնդիրը լուծվի, այն խնդիրը լուծվի, այն խնդիրը լուծվի։ Աստված ասում է՝ մի րոպե հլնգեր, ինչքան, այ ողորմելի, ինչքան։ Կներեք, եթե ինչ-որ մեկին վիրավորում, բայց ճշմարտություն եմ խոսում։ Ինչքան կենտրոնացիր ին վրա։ Հիսուսը ասում է կենտրոնացիր ին վրա։ Հովսեփին հենց այնպես չի, որ օրինակ բերեցի։ Հովսեփի դժվարությունները չանցնենք։ Հոբի դժվարությունները չանցնենք։ Հոբի դժվարությունը ով է կյանքում անցել, երևի թե ոչ մեկ, ոչ մի մարդ արարած, բացի Հիսուսից։ Որ ասում էր, ես գիտեմ, ինչ էլ անցավ, երեխեքն եմ ահացան, դժվարություններն էլ եկավ, սաղ կորցրեց, անգամ կինը հիմար դուրս եկավ, բայց ասեց, ես գիտեմ, իմ Աստվածը կենդանի է, ու վերջին օրը ինքը ինձ հարություն կտա։ Ինքը գիտեր իր Աստծուն Հովը։ Ինքը գիտեր, որ իր Աստված կենդանի է։ Գիտես, մենք պետք է այդ պարզ հասկանանք։ Քրիստոնեությունը տարածվել է ամբողջ աշխարհում այս հիմնական փաստի վրա, որ Հիսուսը հարություն առե, ինքը կենդանի է, մեր Աստված կենդանի է, ու այսօր մեր Աստված իր հոգով, Սուրբ Հոգով ապրում է մեր սրտերի մեջ։ Խի է ապրում մեր սրտերի մեջ, որ կենդանի հույս ունենանք։ Եվ մենակ ոչ թե գիրն է խոսում, որ լավ կլինի, այլ ինքն էլ է խոսում, որ լավ կլինի։ Եվ երկու վկայություն հաստատում է ամեն ճշմարտություն։ Աստծո խոսքը եւ Աստծո հոգին։ Մենակ խոսքը չի, հոգին էլ է այսօր խոսում։ Խոսում է Աստված, բայց մենք ընկած էլի խնդիրների վրա ենք կենտրոնացած, խնդիրների վրա ենք կենտրոնացած։ Այս խնդիրը լուծենք, էսի վազենք անենք, գիտեք,
Ես էլի ասել եմ ու կասեմ, ես չեմ գալի եկեղեցի, որ ծառայեմ եկեղեցուն։ Ես գալիս եմ եկեղեցի, որ Աստծուն ավելի շատ ճանաչեմ։ Ծառայությունը դա երկրորդ, երրորդական բաներ է։ Ես գալիս եմ եկեղեցի, որ մենք իրար տեսնենք, մենք իրար շփվենք, որտեղ այս շփման, այս սիրո մեջ Աստծո ներկայությունն է, ինձ դուր է գալի Աստծո ներկայությունը։ Ինչքան ես Աստծո ներկայությունը վերապրում եմ իմ մեջ, այնքան մի բան փոխվում է իմ մեջ։ Իմ համար կարևորը Հիսուսին զգալն է։ Հիսուսին զգալ, իրան հավատամ, իր ներկայությունը վերցնեմ, ամեն անգամ իր ներկայությունը վերցնեմ։ Գիտեք, Աստծո հետ ապրելը դա օրհնություն է։ Դու ուզես թե չուզես, եթե որտեղ Աստված եղավ, այնտեղ ծաղկելու է։ Անպայման։ Որտեղ Աստված ոտ դրեց, այնտեղ անապատն է ծաղկելու է։ Եթե մարդու սրտից է ամեն ինչը սկսում, գիտեք, մարդու սրտի մեջից է, ամեն ինչի կենտրոնը մարդու սիրտն է։ Քո սրտի մեջից է ամեն ինչ սկսում։ Տխրությունն էլ աստեղից գալի, ուրախությունն էլ աստեղից գալիս։ Ես ճշմարիտ ուրախության մասին եմ խոսում։ Ճշմարիտ ուրախությունը անverջ է։ Անverջ ուրախություն է։ Ճշմարիտ հույսը անverջ հույս է։ Ոչ թե ժամանակավոր ուրախություն, որ փող հավաքեմ, մի հատ լավ ավտո առնեմ ուրախանամ, բայց հետո էլ ավտոն կհնանա, էլ չեմ ուրախանա, տենց ոնց որ դա ժամանակավոր ուրախություններ է։ Բայց ճշմարիտ ուրախությունը անverջ է, որտեղ Աստված ինքը անverջ է։ Եվ որտեղ Աստված ոտ է դնում, այնտեղ ծաղկում է։ Եվ Աստծո կամքը, որ ինքը քո սրտի մեջ մտնի, քո սրտի մեջ գա եւ քո սրտի մեջ ապրի, որպեսզի քո սիրտը ծաղկի, դառնա պարտեզ։ Ասում են որտեղ է, այսօ գիտնականները բան են, արխեոլոգները ման են գալի, եդեմական պարտեզը որտեղ է եղել, գետերն են նայում, կաղաս է եղել, կաղա այնտեղ, այս Եփրատ գետը սենց է գրում, կաղաս է։ Այ մարդ, Աստծո եդեմական պարտեզը կարա լինի այսօր քո մեջ, քո սրտի մեջ։ Եթե դու թույլ տաս, որ Հիսուսը ոտ դնի այնտեղ, թող Հիսուսը ոտ դնի այնտեղ, թող Հիսուսը իր ոտքերը դնի քո սրտի մեջ, որ օրհնի քո վայրը, քո տարածքը։ Հենց Հիսուսը եղավ քո հետ, օրհնություն ես ունենալու։ Մենք մի հատ եղբայր ունենք, ինքը բիզնեսմեն էր, լավ բիզնեսմեն էր, մեծ շենքեր էր սարքում Ռուսաստանում։ Վերջին նարկամանն է եղել իր կյանքում, կորած մարդ, Հիսուսին հանդիպել է, Հիսուսը, մարդիկ կան, Հիսուսը ամեն մեկին իր գործին է դնում, մեկը քարոզում է, մեկը ավետարանում է, մեկը բիզնեսով է զբաղվում, որ փողով մատակարարի եկեղեցիները։ Ասում է Աստված ինձ ընենց իմաստություն է տվել, որ ասում է ես անգամ ես ամեն ինչը որ սենց շպրտեմ, գցեմ ես սաղ իմ փողերը, սաղ իմ միլիոնները, որ տանեմ վառեմ, մեկը այդ իմաստությունը ասում է այնքան շատ է, որ ես էդի էլի շատ կար ժամանակում կստեղծեմ։ Խի, որտեղ Աստված իր հետ է։ Աստված իրան առաջնորդում է։ Գիտեք, ասում է զուրա մարդու գործերը, եթե Աստված չի խառնվում մարդու գործերի մեջ։ Զուրա, ուղղակի դու այնտեղ տանջվելու ես, քրքաշ ես լինելու, վերջում է հիասթափվես։ Բայց ինչքան հեշտ է ու ինչքան քաղցր է, երբ որ Հիսուսը քո մեջ է, ու դու քո նպատակը, քո գերագույն եւ առաջին նպատակը այն է, որ դու Հիսուսի հետ հավիտենական կյանք ունես։ Այլ չես Հիսուսին ուզում կամ հուսանում Հիսուսին մենակ այս կյանքի համար, էսի սենց թենես լինելու է։ Ինչ ուզես թե չուզես, Հիսուսը գիտի քո կարիքն է, ու ինքը ավելի լավ գիտի քո կարիքը, քան թե ես գիտեմ ինքս իմ կարիքը։ Ես կարող եմ պատկերացումով ինչ-որ բաներ ուզեմ, բայց ինքը ավելի լավ գիտի իմ կարիքը։ Ու իր տվածը հաստատ ավելի լավ է, քան ես կարող ինձ պատկերացնեի։ Ամեն։ Հույսի աղբյուրը իմացեք, միայն Աստված է։ Հույսի աղբյուրը միայն Աստված է։ Եվ հիմա ինչ եմ սպասում։ Տեր իմ, հույսը քո մեջ է։ Իմ հույսը քո մեջ է։ Ինչ եմ սպասում։ Գիտես, Դավիթը, երբ որ դժվարությունների մեջով սենց անցավ, Սաղմոս 39-ը խնդրեմ, որ կարդակ, տանը կամ, լավ, ես հիմա մի քանի տող կարդամ Սաղմոս 39-ից, 5-ից կարդամ, ահա օրերի սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչինչի պես է քո առաջ, որքան էլ հաստատ լինի, բոլորովին ու նայն է ամեն մարդ։ Իրապես, ստվերի պես է ման գալիս մարդը, զուր տեղն է հոգս քաշում, հավաքում է և չգիտի թե ով
պիտի վերցնի այն։ Եվ հիմա ինչ սպասեմ, ով Տեր, ասում է Դավիթ։ Իմ հույսը քեզ վրա է, իմ հույսը քեզ վրա է։ Այս աշխարհի այս գոնգեքը, հա, նամանավանդ Հայաստանում են նոր տարվա սեղանները, չէ՞, այս վերջերս լսել եմ գոնգեք են անում, որ կրակադիլի միս են դնում եսի միջ։ Այսի ունայն բաները։ Էսի ունայն բաները։ Դավիթ ասում է, մի թզի չափես չափել ախր։ Մարդու կյանքը ինչ է, խոտի պես։ Խոտի պես, ծաղիկը ոնց որ ծաղկում է, սիրուն, բայց այն ջահել ժամանակ սենց սիրուն ենք, բան, չէ՞, սենց քսում, զարդարվում, սենց հիշում եմ ինձ ջահել, սենց մելիքը թրաշ էր պահում, Թադևոսը սենց բախտն էր բացում սիրուն, նոր էր գնում դասին, սենց սիրուն, հասկանում եք, այդ այն ջահել ժամանակա, սենց ինչ-որ քեզի, ու գիտես թե դա միշտ է լինելու, բայց գալիս է մի ժամանակ ասում եմ, այդ ծերացա, մազերը տա թափում հետո էլ թրաշը տա սպիտակում, էլ չես պահում, էտա, մարդու կյանքը դաշտի խոտի պես է, ոնց որ խոտը կանաչ գույնը կորցնում է իրա, տենց է մարդը իրա գեղեցկությունն ու փառքը այս կարճ թզի չափ կյանքում, որ Աստված իրան սահմանել է, էս է։ Հիմա հույսներս դնենք ստեղ, ասենք թող էսի լավլի մնացածը հեշ, թե հասկանում եք Աստված մեզ ուրա կանչել։ Աստված մեզի կանչել է հավիտենական թագավորություն ժառանգելու մեջ, ասելա դուք ժառանգորդ եք, Սուրբ Հոգին էլ ապրում է մեր մեջ, որպեսզի մեզի նոր կյանք տա, որպեսզի վերջի թշնամին էլ պարտվի մեր մեջ, վերջին թշնամին գիտեք ով է, որ Աստված պետքա ոտնակող անի մեր կյանքում, մահը, վերջին թշնամին մահն է, նա դեռ իշխանություն ունի մարդկության վրա, նա դեռ իշխանություն ունի, բայց դա վերջին թշնամին է, եւ բոլոր թշնամիներին Հիսուսը ոտնակող անելով, Աստված ասեց Հիսուսին, նստիր իմ կողքը, մինչեւ բոլոր թշնամիների դնեմ քո ոտքերի տակ։ Եվ ես հավատում եմ, որ Հիսուսը մեր թշնամիներին դնում է իր ոտքերի տակ։ Եթե մենք իրան հուսացած ենք, եթե մենք հույսով ենք ապրում դեպի Քրիստոսը, ինքը մեր թշնամիներին դնում է ոտքերներիս տակ։ Ամեն։ Եթե ես Հիսուսին հուսացած եմ, խնդիրը կգա իմ կյանքում, ոչ թե պետքա փախնեմ, այլ ես պետքա ոտնակող անեմ թշնամուն։ Ոտնակող, կյանքում չվախենաք։ Աստծո թագավորությունը ուշադիր լսեք, վախկոտների տեղը չի։ Այսօր շատ մարդիկ վախենում են, հետ են քաշվում։ Աստծո թագավորությունը վախկոտների տեղը չի։ Գիտեք, դա շատ նման է Իսրայել ժողովրդին, երբ որ Աստված ուղարկեց, այսինքն Մովսեսը ուղարկեց, որ գնան տեսնեն խոստացված Երիխոնը, հողը, որ գնան պատերազմով վերցնեն, շատերը վախեցան, 2 հոգի մենակ մնացին։ Ու այդ 2 հոգին առաջնորդեցին ժողովուրդը, Աստծո ժողովուրդը, որ գնաց վերցրեց այդ տարածքը, այն ինչ որ Աստված խոստացել էր։ Աստծո արքայությունը դա խորհուրդ է մեր այսօրվա հավիտենական կյանքը վերցնելու համար։ Գիտեք, եթե վախենանք կանգնելու ենք, եթե վախենանք հետ ենք գնալ, բայց մենք չպետք է վախկոտ լինենք։ Մենք չպետք է վախենանք։ Այսօր մարդը ես այդպես բաներից չեմ խոսում, բայց մի օր խոսալու եմ։ Այսօր մարդիկ անգամ վախենում են զոհաբերություն անեն, որ հանկարծ ինձի պակաս կմնա, ես սոված կմնամ կամ տանը զվարճը չեմ կարա տամ, վախենում եմ զոհաբերություն անեմ Աստծուն։ Հիսուսը հենց այնպես չգնահատեց այն կնոջը, որ բերեց 2 ինչ էր լումա, թե ոնց է հայերեն։ 2 լումա, այդ 2 լոման այդ օրվա հացի փողն էր։ Էդի իրա այդ օրվա ուտելիքի փողն էր։ Բայց երբ որ ինքը բերեց էդի զոհաբերեց, Հիսուսը ընդ նստած, այն պատկերացրեք այն տուփը այսպես նստած, բայց բաց էր։ Հիսուսը նայում էր, ու ռեալ այսպես նայում էր, ով ինչ է զոհաբերում։ Նե չէ, Հիսուսը ասեց, այ կինջան, վերցու գնա դուսկի հացի փող չունեցես, խես բերես դե։ Հիսուսը հակառակա իրան գոված, գիտեք խի, որտեվ այդ ամբողջի մեջից ամենաուժեղ կինը այդ կինն էր, որ ինքը չվախեցավ, որ սոված կմնա։ Ու ես հավատում եմ, այդ կինը հաստատ սոված չի մնացել այդ օրը։ Իրան տարել լավ էլ պատիվ են տվել։ Ու ինքը երբեք սոված չի մնա, ոչ թե մենակ այդ օրը, ինքը երբեք սոված չի մնացել այդ կինը, որտեվ ինքը արդար ա եղել, ու ինքը չի վախեցել։ Գիտեք, հարցը գումարը չի, հարցը քո սիրտն է ու քո փորձությունն է։ Աստված փորձում է, տենում է դու կվախենաս թե չէ։ Հարց մենակ այդ փողի մասին չեմ խոսում, ամեն ինչում,
Ամեն ինչում եմ խոսում։ Մենք պետք է լինենք արթուն եւ զգուն հասկանալու, թե մենք ինչ ենք անցնում, ուր ենք գնում։ Այս կյանքը, որ մենք գնացինք երկինք, էսի իլյուզիա է ուղղակի։ Մենք որ երկնքում ասենք մի օր հայտնվեցինք այնտեղ, էսի մեր համար երազի պես բան է լինելու։ Ոնց որ ասենք կարտնանանք, հասկանում եք։ Եկեք այս ռեալ երազը, որ մենք այսօր ապրում ենք, այս միթիս կյանքը, որ Աստված մեզ տվել է, հույսներս դնենք Աստծո վրա։ Հույսներս դնենք Աստծո վրա, որ ստեղ չի ամեն ինչ որոշում, այս ինձ չի հետաքրքրում։ Ստեղ Աստված ինձ դրել է այս միթիզի մեջ, որ ես ինձ ճիշտ պահեմ, որպեսզի ժառանգեմ երկինքը։ Այստեղ ես ինձ ճիշտ պետքա պահեմ, այստեղ։ Շատերը մտածում են կգնամ երկինք, նոր Աստծո հետ ինչ որ լեզու կգտնեմ, էլի կասեմ, դե գիտես, դե պահերներ տեն, սենց ստացվեց, սենց եղավ, ես ուշ չունեի, ես գիտեք, դա ճիշտ չի։ Դա ճիշտ չի։ Աստծո հետ վերևում, որ արդեն մարդը գնաց երկինք, այնտեղ իր հետ ոչ մեկ էլ չի կարա բան խոսա։ Չի կարա իր հետ ինչ որ լեզու գտնի Աստծո հետ։ Այտենց բան չի լինում։ Մարդ Աստծո հետ պետք է ստե լեզու գտնի, քանի ինքը իր մարմնի մեջ է գտնվում։ Մարմնից դուրս եկար լեզու չես գտնելու Աստծո հետ։ Ուշ է արդեն։ Մարմնի մեջ ես լեզու կգտնես։ Հիշեք առակը ինչքան Հիսուսը էդի առակ չէր, էդի ճշմարտություն Հիսուսը ասեց, երբ որ հարուստու Ղազարոսը, երբ որ հարուստը գնաց դժոխք եւ աղաղակում էր, ասում էր, տեսավ Ավրահամին ու այդ Ղազարոսին կողք ասում է, գոնե այդ Ղազարոսին ասա, թող գնա աղբերներից ասի, որ սենց տեղ կա, դժոխք կա, որ իրանք գոնե ստեղ չգան, բայց Ավրահամը ասեց, էլ ճանապարհ չկա, մեր ու ձեր մեջտեղ մեծ անդունդա ու էլ ճանապարհ չկա։ Գիտեք, երբ որ մարդը իր մարմինը կթողնի, արդեն ուշ կլինի։ Վերջի տեղն եմ կարդում, հետո աղոտ կանենք։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը, Հիսուսի խաչը ապացուցում է, որ Աստված երբեք չի լքի։ Երբեք չի լքի։ Մինչև վերջ, եթե Հիսուսը գնաց մինչև խաչ մահացավ, դուք կարծում եք ինքը չէր կարա իրան իջացնել խաչից։ Լավ էլ կարար, Սատանան է գիտեր, որ լավ էլ կարար։ Դրա համար անընդհատ էր կաթացնում, ասում էր իջացրու քեզ խաչի վրայից։ Այդքան հրաշքներ արել չես կարող իջա, անգամ այդ ավազակը կողքի խաչված ինքն էլ լավ էլ գիտի։ Ասում էր իջացրու քեզ է մեզ էլ։ Բայց Հիսուսը այնքան հավատարիմ էր ու այնքան շատ սիրեց ինձ ու քեզ, որ մինչև վերջ ինքը չիջացրեց իրան խաչի վրայից։ Մինչև վերջ մնաց ու տանջվեց մեր սիրո համար, որ ինքը այնքան շատ սիրում է մեզ։ Դա ապացույց է, որ ինքը քեզ երբեք չի լքի, սիրելիս։ Ինչ դժվարություններն էլ անցնես, հույսդ հիշիր, դիր մենակ Աստծու վրա։ Հույսը դիր Աստծու վրա։ Մի երբեք չմտածես հույսս կդնեմ ընկերներից, փողի շրջապատից, մոռացի դու հիասթափվելու ես վերջում։ Հույսը դիր Աստծու վրա։ Ինչ է նշանակում հույսը դնել Աստծու վրա։ Ամեն ինչը աղոթքով տալ Աստծուն։ Ամեն ինչը աղոթքով բարձրացրու Աստծուն։ Հիսուսը հարությունը ապացուցում է, որ հույսը երբեք չի մեռնում։ Ինքը երբեք չի մեռնում։ Ինքը կյանք է։ Ինքը հարություն առավ։ Ինքը այսօր մեր մեջ է։ Ինքը այսօր մեր սրտերի մեջ է։ Աշխարհում շատ հույսեր կան, որոնք հիասթափեցնում են, բայց կա միակ մեկ հույս, որը երբեք չի խաբում։ Աստծո հույսը Քրիստոսով։ Ամեն։ Եվ հավատում ես նրան, անգամ եթե չես տեսնում ելքը, ներսումդ մի ձայն խոսում է։ Անգամ եթե չես տեսնում ոնց եմ դուրս գալու ես խնդիրի մեջից, ոնց է բան լինելու Տեր։ Բայց գիտես, մեկը մեր սրտերի մեջ մի ձայն միշտ խոսում է, ասում է՝ մի վախեցի, ես քո հետ եմ։ Ես մինչև վեր քո հետ կլինեմ, մի վախեցի։ Գիտեք, մենք պետք է լսենք մեր Աստծուն, ու մեր Աստված մեր մեջ խոսում է մեր սրտի մեջ, ասում է՝ մի վախեցի։ Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ եւ խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։ Հույսի Աստվածը։ Աստված մեր հույսի Աստված է, հույս տվող Աստված է։ Ում վրա հույսդ կդնես։ Ում վրա հույսը դրեցիր, դրան էլ վերջում տեսնելու ես։ Այսօր ինչ որ մեկը Մուհամեդի վրա է հույսը դնում։
Գիտեք, ինքը Մուհամեդին էլ կտեսնի։ Չգիտեմ որտեղ։ Մեկը Բուդայի վրա է հույսը դնում, ինքը Բուդային էլ կտեսնի։ Ես ու դու հույսներս դնենք Քրիստոսի վրա, որ իրան տեսնենք։ Ամեն։ Եսայա 25:9 վերջի տեղն եմ կարդում, աղոթք ենք անելու։ Եվ այն օրը պիտի ասեն. ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել, նա փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացանք, ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ։ Գիտեք, էսի որ օրվա մասին է խոսում։ Էսի խոսում այն վերջին օրվա մասին, երբ որ Քրիստոսը կգա ու դու կտեսնես նրան։ Կասես, էս էր մեր Աստվածը, որին հուսացինք, որի վրա մեր հույսը դրեցինք, ուրախանանք ու ցնծանք։ Միտեղ էլ Աստվածաշնչում գրած է, ապրեք նենց, որպեսզի երբ որ Հիսուսը գա ու նրան տեսնեք, չամաչեք իրանից։ Եկեք տենց նենց ապրեն, որ չամաչենք իրանից։ Սա իրականություն է։ Սրանից ոչ մեկ չի կարա փախնի, ոչ մեկ, բոլորը պետքա տեսնեն Հիսուսին։ Ոմանք ամաչելու են, ոմանք թաքնվելու են ժայռերի, քարերի տակ, ասեն իր այրեսը չտեսնենք, բայց ես ուզում եմ, որ ես ու դու տեսնենք նրան եւ ասենք, եւ այն օրը պիտի ասենք, ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել։ Թող ես ու դու այդ ասենք։ Թող այսօրվանից սկսած մեր հույսը լինի մենակ Աստված։ Ամեն ինչում մենակ Աստծուն հուսացի, մենակ Աստծուն, ինքն է ամենակարողը, ինքն է ստեղծել երկինքն ու երկիրը, ինքն է ստեղծել, մի պաշտի, կուռքերին, մի հավատա, երբ որ մենք մեր հավատքը, մեր հույսը դնում ենք ինչ-որ ուրիշ բաների վրա, մենք մեզի կուռք ենք սարքում դրանց, մենք կարանք կուռք սարքենք մի մարդու, մի հարուստ մարդու, մի հարուստ բարեկամի, իմ ուժերի վրա, չգիտեմ եւ այլ, մի արեք, շպրտեք ամեն կուռք, հույսները դրեք Աստծու վրա եւ կտեսնեք, որ կյանքում չեք ամաչի, այլ հաղթանակած դուրս կգաք։ Ամեն։ Եկեք աղոթք անենք։